elimden tutmağa gözünü görebilmem. Təkcə atamın narazılığı. Սկզբում ոչ միայն մայրս էր դժգոհ, այլև հայրս ու հարազատներս։ Նրանց համար խայտարակություն էր, ուրիշ կերպ էր ընկալվում։ Օրինակ, ինչպես կարող է Վալեհի աղջիկը հանկարծ եթերում երևա, բարի, երգի, մի խոսքով լավ չընդունեցին։ Յուրատան ծնվել է սովորական ընտանիքում, 3 քույր են, նա միջնեկն է, կարծում է, որ շատ բաներ չի կարող իրեն թույլ տալ, քանի որ աղջիկ է։ Belki de mən oğlan olsaydım, mən çox... Եթե ես տղա լինեի, կխուսափեի շատ դժվարություններից, միգուցե չլինեին այդ բամբասանքներն իմ հասցեին, չէ որ մեզ մոտ տղաներին ազատություն տալիս են։ Oğlanlara biraz çox sərbəstlik verilir. Իմ աշխատանքը ոչ միայն եթեր դուրս գալն է, այլև երգեր կատարելը։ Առաջ քիչ էի ճամփորդում։ Երբ սկսեցին իմ արտասահմանյան ելույթները, դրանք ընտանիքում մեծ վեճերի պատճառ դարձան։ Նրանք մտածում են ինչպես կարող է աղջիկը մենակ տեղ գնալ։ Եթե տղա լինեի, հեշտ կլիներ։ Başqa ölkələrə səfər, yəni bunlar artıq söz-söhbətə səbəb olurdu evdə. Շոու բիզնեսում աղջիկները շատ են, բայց մեկ է, տղաների բախտը բերում է։ Նրանք, ի տարբերություն աղջիկների, կարող են խուսափել նման բամբասանքներից։ Kişilərin ümumiyyətlə keçmişlə maraqlanan Տղամարդու անցյալով ոչ մեկը չի հետաքրքրվում։ Բամբասանքները ոչ ընտանիքում, ոչ էլ ապագայի վրա չեն ազդում։ Իմ կարծիքով մեր մտածելակերպը եւ աշխարհայացքը կխանգարի։ Չի ստացվում այդ բամբասանքներն ու խոսակցությունները շրջանցել։ Հնարավոր չէ դրանք կանխել։ Ես շատ եմ փորձել, բայց չի ստացվել։ Այդ պատճառով էլ որոշեցի լռել։ Փորձում եմ խնայել նյարդերս։